Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական միացումն է Փարիզից բնականաբար ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման ջան։ Բարև Գագիկ ջան, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն դու։ Շատ լավ, կարելի ասել շատ լավ, չհաշված որ եղանակային պայմանները մեզ մոտ եւս ինչքանով հասկացա Հայաստանին սկսեցին նմանվել, բացառիկ շոկեր են եւ դե ինչպես արդեն բոլորը գիտեն Ֆրանսիայի մի քանի հատվածներում դեռ հրդեհներ են, բայց պետք է մի բան մատնանշել, որ ֆրանսիացի ժողովուրդը, ինչպես նաև այդ ամբողջ փրկարարական համակարգը, որին միացավ նաև եվրոպացիները, բացառիկ պայքար են մղում եւ օրինակ կարելի ասել, որ մտավախություն կա, որ Բորդո քաղաքը կարող է սկսել այրվել, հիմա արդեն մի քիչ շատ ավելի կառավարելի է։ Դառնում են քիչ թե շատ կառավարելի, բայց ինչն է շատ ողջունելի մարդկանց պատրաստվածությունը եւ մարդկանց այդ սոլիդար վիճակը, որովհետեւ մի կողմից ունեք սուպերմարկետների ցանցեր, որոնք ամեն օր այդ տարհանված ժողովրդին անհրաժեշտ պիտույքներով են բավարարում, կան ուղղակի գյուղատնտեսական ոլորտի մասնագետներ եւ ընդհանրապես տրակտորիստներ, որոնք հավաքվում են եւ ջուր են տանում հրշեջներին, որպեսզի նրանք չլքեն, հա, իրենց այդ վայրերը, որտեղ աշխատում են։ Մի խոսքով կարելի ասել, որ համակարգը դժվարության, բայց ոնց որ թե փորձում է տակից դուրս գալ այդ բացառիկ հրդեհներից, պետք է նշեմ, որ վերջին 50 տարում նմանատիպ հրդեհներ չէին եղել։ Արման, իդեպ սա կապ չունի ընդհանրապես մեր այսօրվա զրույցի հետ, բայց քանի որ թեման դու ինքդ բացեցիր, ես ուզում եմ նաև հիշատակեմ մի բան, որ վաղուց կարդացել էի, որը բայց իրական է, անտառային հրդեհները իհարկե անցանկալի երևույթ են, բայց իրականում իրենք ժամանակի կտրվածքով օգուտ են բերում նաև անտառին, որովհետև այն մեծ ծառերը եւ դեպի չորացում գնացող ծառերը այրվում են եւ ավելի մատղաշ ծառերը սկսում են արև ստանալ եւ ավելի լավ աճել, այսինքն հեռագնա իմաստով դա նաեւ ինչ որ առումով օգուտ է։ Ну, տենց այսպես չեմ կարող լրիվ ասել, որ օգուտ է, որովհետեւ ֆլորան եւ ֆաունային մեծ վնաս է հասցվել չմոռանանք այդ կենթանիները, որոնք դրա համար ասում եմ հեռագնա իմաստով։ Այդ ամբողջը այսպես թե այնպես պետք է հաշվի առնենք, որ այդ անտառային բոլոր այդ քաղաքականությունը անտառային, հա, որ եղել է, դա հիմնական միտքը եղել այն, որ այդ ճահճացած կամ ճահճային վայրերը չորացնել, հա, ժամանակի ընթացքում։ Հիմա դե քանի որ մեր եղանակներն էլ ավելի տաքանում են, այդ տաքություններն էլ բերում են բնականաբար նմանատիպ էլ ավելի ջուրագրգիռ, հա, հեշտ այրվելու գործընթացին։ Տեսնենք համենայն դեպս վերակառուցումը, այստեղ ավելի շատ հարցը տներն են այրվել, հա, այստեղ թե ինչպիսի պետք է մարդիկ ինչպես պետք է վերակառուցվեն, գյուղեր կան, որոնք շատ տներ այրվել են, բայց զոհեր չկան, մոտավորապես ունենք 2 զոհ հրշեջներից, հա, որոնք զուտ իրենց գործի բերմամբ, հա, բայց որպես այդպեսին բնակչության մեջ չկան զոհեր։ Եվ ինչևէ, հիմա գանք մեր շատ ավելի առօրյային, որովհետև առօրյան եւս թեժ է, եւս տաք է, հա, ինչպես եւ եղանակը։ Հա, քաղաքական իմաստով էլ տաք է, որովհետև դատելով այն հեռախոսազրույցից, որ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև, ընդ որում երկու տարբերակով է ներկայացվում, ես ավելի շատ հակված եմ հավատալու հայկական տարբերակին, որտեղ նաև նշում է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այն միջոցառումները, որոնք Ռուսաստանը ձեռնարկել է այսօր Հայաստանի տնտեսության դեմ, դրանք իրավապայմանագրային այդ բաներին չեն համապատասխանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ԵԱՏՄ-ի միջև, որ կան եւ գոյություն ունեն, եւ ռուսական կողմը այդ հատվածը պրոտոկոլից, այսպես ասած, խոսակցության այդ բանից հանել էր
եւ ընդամենը թողել էր այն, ինչ որ վերաբերվում է ըստ իրենց մեզ, այն է թե մենք պետք է հապշտապ անցկացնենք հանրաքվե, որպեսզի որոշենք մենք մնում ենք ԵԱՏՄ, թե գնում ենք ԵՄ, որին պատասխանել շատ հստակ տրվել է, որ երբ որ կորոշենք եւ երբ որ հայտ կներկայացնենք ԵՄ-ին անդամակցելու, այն ժամանակ էլ հանրաքվե կմտածենք, անցկացնենք թե չանցկացնենք։ Շատ է պատասխանները ստիս։ Դե Գայջա դու ներկայացի իրականությունը երկու տարբեր, հա, երկու երկրների ներկայացմամբ։ Մենք միշտ այս բոլոր Ռուսաստանի հետ կապված գործընթացներում ես միշտ մատնանշել եմ մի շատ պարզ բան։ Այս գործը հանգիստ է սիրում։ Եվ դրանից ելնելով ըստ իս նախ պետք է ֆիքսենք այն ինչ որ ունենք։ Ունենք մի փաստ, շատ կարևոր մի բան, որ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո եւ դե յուրե ընտրված վարչապետը, որին Պուտինը ուզում է շնորհավորի, ուզում է չշնորհավորի։ Հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, իսկ այդ հեռախոսազրույցը եթե եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկով, նշանակում է նաև եղել է եւ համաձայնությունը Կրեմլի, այսինքն նախ ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսել է Ռուսաստանի Հանրապետության նախագահի հետ։ Հիմա մյուս կողմից պետք է նայենք հիմա ըստ իս, հա, թե երկրները ամեն մեկը իր շահը ինչպես է առաջ տանում։ Ռուսաստանի պարագայում մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որտեղ գիտես պետք է փորձենք հետադարձ հայացքով նայենք։ Ես ինչ եմ այս ամբողջը ուզում, որ մենք երբ որ մատնանշում եմ այս գործը հանգստացնում, որովհետև ես միանգամից տեսա արդեն մեր մեդիա դաշտում պանիկյոր հայտարարություններ, չգիտեմ, շատ տարօրինակ, այն որ միանգամից ծուղակն են ընկնում հակառուսականության։ Այստեղ հակառուսականության ոչ մի բան չկա ըստ իս, այստեղ զուտ խոսում են երկրների շահերից եւ այսօր ինչն է նաև դատելով դրանց տրված կոմունիկեից։ Կրեմլը ինքը մատնանշում է այն, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընտրություն կատարի, ասել կուզի ինչպես Ուկրաինային են ժամանակին ու միջև որ ասենց ասելով մեռան, արդյոք նա մնում է Սովետ միության, post-Սովետ միության Ֆելիքս Ձերժինսկի եւ կոմիսարները, որոնք ունենք Հայաստանում, ըստ այդմ այն post-սովետական պուտինյան իրականության մեջ, թե դառնում ենք նորմալ երկիր։ Հիմա նորմալ երկիրը այսօր ըստ էության իր կարծիքը արտահայտել է, այդ հեռախոսազանգը ես չեմ տեսնում այստեղ ոչ սպառնալիքային է այն, ոչ սա գործընթացային մի հեռախոսազանգ է, որը Ռուսաստանի համար, որը Ռուսաստանը ծառայեցնելու է բնականաբար իր 5-րդ Շարասյանը պասերով տալու օրակարգ մոտակա օրերին, չէ՞ որ մոտիվացնելու, այո, պարլամենտը պետք է հավաքվել, չէ՞ որ այդ պարլամենտի այդ ուժերից մեկը ասել կուզի ռուսաստանյան օլիգարխը անընդհատ խոսում է տրիգերից, չէ՞ որ այդ մի հատ էլ նոր տրիգեր կարող է մեկ էլ տեսար հասունանալ, այսինքն դասական, ռուսական, սովետական փտած KGB-ական, այսպես ասենք, նոր բաններ ռուսական, որին պետք է ընդհանրապես չտրվել եւ իմանալ, որ մենք ունենք նաեւ լծակներ հակազդելու։ Նախ պետք է ֆիքսենք մի բան, որ այսօր ոչ մեկ ըստ իս չի մոռացել, որ օրինակ գերակշիռ կոմիսարներ ունեցող, հա, դեպուտատներ ունեցող ռուսաստանյան օլիգարխը միջև այսօր օրինակ միջազգային հանրության համար գոնե թե միջազգային հանրության համար, որտեղ մենք միշտ խոսում ենք միջազգային լեգիտիմությունից եւ այլն, դեռ չի հերքել, որ օրինակ իր անձնագրային տվյալներում նշվել է ռուսական FSB-ի ծառայող թե այնտեղ ինչ-որ գից, հա, այսպեսի մի բան չէ նշված, այսինքն չի հերքվել դա։ Այսինքն այդ անձի կողմից միջև որոշ չի հերկվել։ Դե մեր կառավարությունը, մեր ղեկավարությունը շատ հանգիստ կերպով դեռ դրա այդ մասով չի ալադառնում, որովհետև գիտես ինչ կա, եթե տալիս ենք տրիգերներ, փորձում ենք տալ, որոնք չեն աշխատելու, վստահեցնում են, որ չի աշխատելու, որովհետև եթե հույս ունեն, որ
պետք է ժողովրդին փորձեն հանել ասելով որ մեզ Ռուսաստանից կտրում են մեր տնտեսությունը վարի է գնալու եւ ինչ-որ պանիկա ոչ վարի չի գնալու հիմա մենք դրան էլ կանադառնանք վարի չի գնալու ընդհանրապես վարի չի գնալու որովհետեւ այն ծավալները այն ծավալի արտահանումները որ մենք կատարում ենք պետք է մի քիչ պրագմատիկ լինենք հա մենք եւս այստեղ երկու հարթություն կա ինչ խոսք այս տարի բոլորին դժվար է լինելու բայց այստեղ նժարի վրա մեկ անգամ եւս դրված է մեր ինքնիշխանության հարցը։ Հիմա մենք այդ ինքնիշխանության լուծումը ինչու մենք տեսնում, արդյոք մենք գնում ենք հերթական շանտաժի, հա, որտեղ հասկացանք, չէ, որ ռուսաստանյան այսօրվա քաղաքականությունը բաղկացած է շանտաժից։ Իհարկե։ Ասենք ուրիշ ոչ մի բան չկա։ Շանտաժից, այն որ շանտաժել տակը բան չկա, ասենք մեր հարևան Իրանին վերջի տվյալներով օգնում են թե չէ եւ ընդհանրապես իրենց որևիցե մեկին կարող են կամ իրենց կարողանում են օգնել հիմա ասենք տնտեսական իրավիճակը Ռուսաստանում ինչպիսին է այսօր իրենց Բելգորոդին որը առավոտյան ռմբակոծվել է էլի դե դա պատերազմական առօրյան է բայց տնտեսական հարթության վրա մնանք հա լավ եթե այսօր պահը գա վերջի վերջո, որին մենք չենք ուզում, որտեղ պետք է գանք սկզբից, այս ամբողջ գործընթացը չի սկսել Հայաստանի Հանրապետությունը։ Այ օրինակ Ուկրաինայի պարագայում կարանք ինչ-որ բաներ չասել, օրինակ Ուկրաինան որոշեց մտնել ՆԱՏՕ կամ ուզում էին գնալ Եվրոպա, չէ՞ արդեն ինչ-որ այդ հեղափոխությունից հետո մի խոսքով նրա այնտեղի գործընթացները ուրիշ են։ Մենք ոչինչ չենք սկսել։ Մենք ընդհանրապես որոշել ենք, որ այլևս մեր երկրին վերաբերող հարցերը որոշվելու են Հայաստանի Հանրապետությունում։ Այո։ Եվ դրանից ելնելով, եթե պետք է Եվրոպան մեզ աջակցի, որպիսի մեր ձուկը կամ ինքնարժեքով կամ չգիտեմ, մնա կամ մի խոսքով չսպառվի կատնամթերքը կամ լավարկվի նույն կատնամթերքի վիճակը, հա, եթե այսօր ճիշտ նայենք կատնամթերքը միգուցե թեև լավարկվելու ունի կարիք օբյեկտիվորեն որտեվ եթե ռուսների մոտ չի անցնում ուրեմն պետք է կարծենք որ Եվրոպայում էլ չպետք է անցներ էլի հա եթե դրա մասին ենք խոսում բայց ինչևէ այս ամբողջը կառուցվածքային ձևով արված է այնպես որպիսի թեժացնել գալիք պարլամենտական սեսիաները դե մինչև դեկտեմբեր ինչ-որ արդեն ինչ-որ դեդլայններ է տալիս Պուտին պապիկը, որը այսօր ամբողջ աշխարհն է տեսնում, որ ինչքան է կտրված իրականությունից, օբյեկտիվորեն կտրված են իրականությունից, դե հիմա թե դա ներքին իրենց հանդիսատեսին ցույց տալու համար է, որ всё идёт по плану, հա, բայց ничего не идёт по плану, 5-րդ տարին այն 3 օրվա ու չենք մոռանում Հա Եվ ըստ այդմ նույն քաղաքականությունը վախեցման վարում են, այստեղ շատ հետաքրքիր է դիտարկել թույլ շարունակելով ասեմ Ադրբեջանի վարած քաղաքականությունը, որը եւս կարծում եմ պետք է մենք դիտարկենք շատ սառնասրտորեն։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանն էլ իր շահերն է առաջ տանում։ Լավ, եկեք մի հատ sense մի բան նայենք, Գագիկ ջան, արդյոք Ադրբեջանի շահերից է բխում ինքնիշխան ուժեղ պետականությամբ Հայաստանի Հանրապետություն։ Այդ մեկ։ Հա, բնականաբար ոչ։ Արդյոք Ադրբեջանին մեկ էլ տեսար իրադարձությունները այնպես են փոխվում, որ Պուտինյան միջանցքը այնքան էլ վատ չէր։ Չէ, այսինքն մի քանի կոնով խաղում ենք, հա, որովհետև երբ որ Ադրբեջանը պասերով այդ իրենց արևմտյան հայաստանյան ժողովներն են անում, մերոնք էլ այդտեղ պասերը բռնում որովհետև տեսնում ենք, չէ, այսօր այս բոլորը պասերով են խաղում եւ խաղում են մի քանի խաղ։ Այստեղ ամենակարևորը, բայց մեր խաղն է։ Իսկ մեր խաղը մեր ինքնիշխանության խաղն է, որը մենք անում ենք ի տարբերություն բոլորի շատ հանգիստ եւ շատ պարզ ճակատով, այսինքն մենք այսօր մեր օրակարգում չունենք Եվրամիության մաս կազմելու ընդունված, այսպես ասենք, վերջնական որոշում, որը չկա նաև Եվրոպայում, կա համագործակցություն եւ կա մի կողմից Ռուսաստան, որ ամեն պարագայում փորձում է գտնել
այսպես ասենք հնարավորություն, որպեսզի իր ձերքի տակ ունեցած այս 41 հոգին կարողանան իրեն շահերը ինչքանով հնարավոր է առաջ տանել, ինչքանով հնարավոր է ստեղծել խժդժություններ, բայց պետք է հիշենք, որ այդ խժդժությունների հիմքը ինչն է, տնտեսականն է։ Ժողովուրդ ջան, Եվրոպան կա էլի, ասենք օգնություններ գալու են։ Դա վերջի հիմա ինչքան էլ Ադրբեջանը շահագրգռված չլինի, այդ Թուրքիայի սահմանը բացվելու է։ Այո, Թուրքիան արդեն աշխատանքները տանում է։ Աշխատանքները տանում է, Ադրբեջանը աշխատանքները տանում է, որպեսզի դա չկայանա։ Մի հատ հետաքրքիր նայենք, էլի ինչպես ամեն երկիր հիմա իր շահն է առաջ տանում։ Տես օրինակ Իրանը ինչքան շահագրգռված մեր հետ տանում է իր շահը։ Որովհետև հասկացա, գազ առաջարկում։ Այո։ Ռուսից հետ չկա, այս իրենց ամբողջ խնդրի մեջ նրանք մնացել են մենակ։ Չկա ռուս։ Ռուսը ինչ-որ մի հարցում արդյոք այսօր Պուտինը ունի այդ հնարավորությունը զանգի Թրամփի հետ խոսի Իրանի իրավիճակի շուրջ, որ Միացյալ Նահանգներն էլ ասի բնականաբար ոչ, այո։ Մի հատ դրոններից ինչ կա ուկրաինական կարողանում եք պաշտպանվեք Մոսկվայում։ Չէ՞ դա հումորով Զելենսկին ինչպես ասեց, ինչու գնամ Մոսկվա, ասում են թե ուկրաինական դրոններ կան։ Այո, այո։ Այսինքն այս ամբողջ կոնտեքստը մենք պետք է դրա համար ես իմ սկզբից ասեցի, այս գործը շատ հանգիստ է սիրում, սառնասրտություն է սիրում եւ պետք է չտրվել ոչ մի ավելորդ էմոցիայի։ Հետո մի շատ կարևոր մի բան։ Եթե մենք այսօր Հայաստանի Հանրապետությունը այս Պուտինյան անդիմությանը, որովհետև դա էլ եկեք էլի ֆիքսենք, որ շատ հարցերում տեսանք, չէ, ներողություն, աջակցեցին Ռուսաստանին, գնացին այդ պրոռուսական ուժերին։ Ինչ եղավ։ Տնային կալանքներ, չէ, ասենք բանտից են մեկը եկավ տնային կալանքի։ Ունենք որոշակի տնային կալանք ունենք նաև Լեննականում, Գյումրիում։ Այս ամբողջը ես կարծում եմ մեղմ վարելիք քաղաքականություն է, բայց տնային կալանքը չի նշանակում, որ չի կարող վերածվել վերջնական կալանքի, եթե օրինակ այդ ջրբաժանը պետք է բերեն մեր առաջ դնեն, հա, թող դնեն, բայց մեկ էլ կարող է պարզվել, որ այդ 41 կոմիսարներից ասենք 40-ը ընտրվել են ընտրակաշառքով։ Կարող է չէ պարզվել այդպիսի բան։ Եվ այդտեղ հավանականության տեսությամբ, այո։ Դե գիտես ինչ կա, եթե այսպես, ապա այնպես, եթե այնպես, ապա այսպես։ Այսինքն ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը դե ֆակտո եւ դե յուրե խոսել է Ռուսաստանի Հանրապետության նախագահի հետ։ Իսկ դա պետք է ֆիքսենք միայն որպես այդպես։ Ես այդպես եմ կարծում համենայն դեպս, այն որ եվրոպական միության ուշադրությունը պետք է գրավել կամ ասել կամ չգիտեմ, ասելու բան էլ չկա, բոլորը շատ լավ հասկանում են ռուսական խաղերը, բայց ինչպես միշտ էլի սովետական չգործող սխեմայա չի աշխատելու, ես կարծում եմ։ Հա, իհարկե, եւ քանի որ խոսեցիր, որ ամեն ինչ պետք է արվի հանգիստ, սառնասրտորեն, ես եւս մի օրինակ բերեմ, հանգիստ եւ սառնասիրտ ելույթը Ղազախստանի նախագահի Տոկաևի Պուտինի հետ հանդիպման ժամանակ, չէ՞։ Երես առ երես մարդը կանգնեց շատ հանգիստ, շատ սառնասիրտ, ասեց, անգամ համեմատելու չի այն ամենը, ինչ որ այսօր տեղի ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, չես կարող համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա ժամանակին կոնֆլիկտի հետ, որտեղ նա գնում էր պատմության խորքերը, այստեղ նույնիսկ ինքը Ալիևին է մի թեթև այսպես իրանց լեզվով ասած թաթալոշ տվեց, իսկ դուք, ինչ որ վերաբերում է Ուկրաինային եւ Ռուսաստանին, ինքը լրիվ ուրիշ բնորոշում տվեց։ Դու տեսար Պուտինի դեմքի արտահայտությունը։ Այո, որովհետեւ Պուտինը այսօր հայտնվել է
մի իրավիճակում, որտեղ օրինակ եթե պետք է ինչպես ասենք, այսօր մարդկությունը առողջ հասարակությունը օրինակ խոսում է IA-ից, ռոբոտիկայից, այն որ 10-15 տարի հետո օրինակ Իլոն Մասկը շատ հետաքրքիր խոսում, որ դեֆլյացիա կարող է լինել եւ մարդկությունը այլևս ապրի շատ հեշտ դարաշրջան, որ հիվանդությունները շատ արագ բուժվեն եւ այլ եւ այսպես շարունակ։ Ինչ է խոսում Ռուսաստանում։ Նորից մոբիլիզացիա անենք, ուղարկենք մսաղաց։ Հա։ Այսինքն մի կողմից մենք ունենք առողջ հասարակություն, երիտասարդություն, որ ուզում է առաջ գնալ, մյուս կողմից ունենք մի հատ հիվանդ Պուտին պապիկ, որը իրոք կտրված է իրականությունից։ Դե չես կարող 20 տարի լինելով նույն տեղում, մի պահ դու չես կարող չկտրվել իրականությունից։ Եվ էլի դա հիշեցնում է պատմությունը, հետ գնանք պատմությունը։ Դե տես Հիտլերն էլ էր կտրվել իրականությունից։ Հա, բայց Հիտլերը ինչքան էլ որ ծնուցային ռոպագանդայով, վերջում այդ ռոպագանդան տեսանք ինչով ավարտվեց, էլի։ Հա, Արման ջան, բայց Հիտլերը գիտես կներես գոնե թե Հիտլերը խթանում էր տեխնոլոգիական առաջընթացը։ Եթե վերցնենք Գերմանիան ինչ վիճակում էր եւ հետո արդեն Ռեյխի օրոք ինչ դարձավ, հսկայական սարուզորի տարբերություն։ Այս մարդը հակառակը կործանում է տեխնոլոգիական առաջընթացը։ Գիտես, առաջընթաց ունեցավ Ռեյխը, բայց չմոռանանք, որ վերջում այնքան են կտրված այս մարդիկ իրականությունից, որ նույն Հիտլերը ինքը մատնանշեց, որ այս ամբողջում մեղավոր է ժողովուրդը, որ ընտրել է իրենց, որ չունեցավ այս կամքը, այս պատերազմը հաղթելու, եւ որ դավաճանվեց, եւ որ մեղավոր այդ դավաճան գեներալներն են, այս են։ Հիմա մենք որ ուշադիր նայենք, այսօրվա Ռուսաստանը սիմիլար նմանատիպ իրավիճակներ, որովհետև մեղավորներ են փնտրում, մոռանալով, չտեսնելով, որ այսօր որևիցե առողջ եւ ապագան ուզող երկիր չի կարող որպես դաշնակից ունենալ Ռուսաստանից։ Իսկ եթե ուզում են պարտադրել, այդ պարտադրելու համար պետք է ունենան դրա հնարավորությունը։ Ես նորից եմ ուզում նշել, եթե Ռուսաստանը կարծում է, որ 41 կոմիսարներով տրիգեր է ստեղծելու եւ տարվա վերջում ռևոլյուցիա պետք է լինի եւ ժողովուրդը դուրս են գալու փողոց եւ ասեն մուրճ մանգաղ Պուտին, պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն դա կարող է դա չի լինելու, այլ նաեւ կարող է այնպես լինել, որ այդ կոմիսարներից շատերը քրեական գործերով անձեռնմխելություններից զրկվեն եւ այսպես շարունակ Պուտինը կորցնի իր թանկարժեք ներկայացուցիչներին Հայաստանում։ Դե տես, Զախարովան էլի նույն թելն է թելում, էլի նույն դուդուկի երգերն է երգում, հա, եւ բառացիորեն այս երկու օրը նորից խոսում է այն բանի մասին, որ այնտեղ Ղարաբաղ եւ այլն Հայաստանը ինքը չի ճանաչել Ղարաբաղը, դեն, այսինքն այն 100 անգամ լսված նույն տեքստերը, այն աստիճանի, որ Ադրբեջանը նոտա է հղում Ռուսաստանին։ Ասում է, ինչ ես դու անընդհատ շահարկում այդ թեման։ Մենք հիմա գնում ենք երկու երկրներով դեպի խաղաղություն, դու կրկին բերում ես եւ շահարկում ես, բերում ես եւ հիշացնում ես։ Հա բնական է, բաժանիր որ տիրես։ Այդ է եղել այդ կայսրությունից սկսած մինչև այսօրվա Ռուսաստանի քաղաքականությունը։ Դրա համար կարծում եմ, թե պետք է, ինչպես ես նորից նշեցի, շատ հանգիստ կերպով չտրվել այդ ամբողջին, ինչ խոսք շատ դժվար է լինելու, կլինեն որոշակի դժվարություններ տնտեսական առումով, բայց նաև սա մեզ համար անհրաժեշտություն է։ Հետո մի ուրիշ պահել կա, որը շատ կարևոր է, որին ես կուզեի անդրադառնալ, դա այն է, որ այն ինչ որ կատարվում է մեր դատական համակարգում այսօր, այն ինչ որ կատարվում են այս ձերբակալությունները, այս Բելարուսամետ մյուս օլիգարխի
նկատմամբ հարուցված գործերը եւ այլն, սրանք բոլորը ինչի մասին է, ես ուզում եմ չմոռանանք, հա, մենք անձերի մեջ չմտնենք, սրանք բոլորը ինքնիշխանության մասին են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինեն օլիգարխներ եւ ունենան, եթե դրանք ապօրինի են գումարներ, որոնք կարող են վնաս հասցնել մեր պետությանը։ Մենք չենք կարող այսօր ունենալ օլիգարխներ, որոնք պաշտպանում են օրինակ ուրիշ երկրների նախագահների, որոնք անմիջականորեն օգնել են մեր թշնամիներին մեր դեմ պատերազմի ժամանակ։ Մենք չենք կարող ունենալ ուրիշ երկրից դրթված, ուրիշ երկրում կապիտալ ունեցող օլիգարխներ, ամենայն դեպս օլիգարխներ, որոնք պետք է լծակներ ունենան իշխանական եւ կարողանան ազդել երկրի ինքնիշխանության վրա։ Այսօր այդ ինքնիշխանության շրջանակներում է որ պետք է խոսել եւ պատահական չէ, այնցած օրը ես դիտարկում էի եւ նույնիսկ քեզ էլ ասեցի, Նարեկ Կարապետյանը շատ հետաքրքիր ձևով անդրադառնում էր այս մարդը չգիտեմ էլի գիտես այնքան հետաքրքիր է ռուսական նարատիվները համեմել խելացիության միջազգային ինչ-որ մի սովուսով եւ դա դեմ տալ հայ ժողովրդին ասելով որ Ադրբեջանը հավերժ չէ, չգիտեմ, նրա գազային պաշարները, նրա նավթային պաշարները։ Հեսա կպրծնեն, հա։ Այս մարդիկ իրականությունից լրիվ կտրված են։ Հորմուզի նեղուցում տեղի ունեցած իրավիճակներում բենզինի գինն է բարձրացել։ Գազը այսօր առավել քան երբեք պահանջված է եւ պահանջված է։ Եվ երբ որ այդ ամբողջը խոսում ենք Ադրբեջանի մասով, բա Ռուսաստանից ուղարկված ժողովուրդ, ամբողջ Ռուսաստանը հիմնված է այդ նավթամթերքի վրա։ Դե եթե այդ նավթամթերքը ապագա չունի, մեզ խեք Ռուսաստան դեմ տալիս։ Եթե լոգիկայով նայենք, էլի փորձենք մի քիչ տրամաբանորեն լինել, էլի։ Եվ ուզեմ ասել, այսպես նարատիվներ շատ են լինելու, կտեսնեք թե ինչպես են հիմա անընդհատ այս ընդդիմության ներկայացուցիչները խոսելու, թե ինչպես մենք չկարողացանք պահպանել մեր հարաբերությունները տնտեսական Ռուսաստանի հետ եւ այսպես շարունակ, բայց պետք է մի բան հասկանանք, որ այս ամբողջը շատ ինչպես ասեմ, վերջին հույսով ինչ որ փորձեր են, ճիգեր են, որոնք Ռուսաստանը գործադրելու է, բայց մենք ունենք դրա լուծումները, դրա ֆինանսական լուծումներն էլ կա։ Եվ վերջո միջազգային հանրությունը, Եվրոպական միությունը իր մասով, Միացյալ Նահանգները իր մասով կաջակցեն, դա հաստատ է։ Այո, ես կասկածել չունեմ եւ նաեւ դրա գիտես ինչ, այդ քո ասացի ապացույցներից մեկն էլ, ինչ վերաբերում է Ռուսաստանին, այն փաստն է, որ ինչ որ ձևով 39000 վարդ հայկական հայտնվում են Բելարուսիայում, Բելարուսից հետո երբ որ արդեն ուղղվում են դեպի Ռուսաստան, Ռուսաստանը դա արգելում է, այսինքն դու արգելում ես մի երկրի մաքսային ծառայության օքեյը տված ապրանքի խմբականակին, որի իրավունքը անգամ դու չունես, չէ՞ որ դա միասնական շուկա է, բացի այդ Բելարուսյան հետ քեզ հետ սայուզնի գասուդարստվ է, այսպես ասած, անգամ դա էլ չի օգնում։ Անկամ դա էլ չի օգնում, եւ այդ խմբականը կարգելում է 39000 ծաղիկ։ Հա։ Լավ, ժողովուրդ, ԵԱՏՄ այսպեսի մի հատ լավ արտահայտություն կար։ Է չիլնի։ Չիլնի։ Այո։ Այնպես չի որ ԵԱՏՄ-ն մի այնպիսի կառույց էր, որ մենք այսպես ասենք օդ ու ջուր էր մեզ համար։ Այդ 39000 վարդի համար է մենք պետք է մեր ինքնիշխանությունը ծախենք հոգնած ռուսական տնտեսությանը։ Դա ավելի։ Ուզեմ ասեմ դրա համար այս գործը հանգիստ է սիրում եւ պետք է շատ սառնասրտորեն նայել եւ նույնիսկ չմտածել, որ մենք կարող է գազ ունենանք, թե չունենանք ռուսներից, որովհետև մյուս этаպով էլ դա է գալու, դե գիտենք բոլորս, բայց դե այդ ընթացքում այլ ընտրանքները կլինեն հաստատ
չմոռանանք, որ հեղուկ գազ էլ գոյություն ունի այսօր աշխարհում։ Եվ վերջում մենք ունենք 1 րոպե ժամանակ, դա էլ հիշեցնեմ, քանի որ գազի թեմայից ենք զրուցում, ավելին Իրանը Հայաստանին առաջարկել է գազ։ Ոչ այն բարակ խողովակով, որ Հայաստանը այսօր ստանում է եւ դրա դիմաց էլեկտրաէներգիա վճարում, Իրանը շահագրգռված է ավելի մեծ ծավալներով գազ արտահանել Հայաստան եւ բնականաբար մեծ ծավալներով էլ էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից։ Ընդ որում այսօր էլեկտրաէներգիան ամենաթանկ ապրանքն է դարել, որում Հայաստանը խնդիր չունի, ավելին Վրաստանում այս օրերում, այս անցած օրերը երևի թե 3-4 օր առաջ էլեկտրաէներգիայի առումով կոլապս էր տեղի ունեցել, ամբողջ երկիրը հայտնվել էր խավարի մեջ։ Եվ փառք Աստծո մենք նման խնդիր չունենք, անգամ եթե Ռուսաստանը փորձի գազային շանտաժ օգտագործել։ Գագիկ ջան, ռուսական գազ չիլնի։ Շատ լավ։ Շնորհակալություն Արման ջան։ Մենակ այդպես կարող ենք նմանատիպ էժանագին, քաղաքական էժանագին պահվածքի, կեցվածքին դիմակայել, որտեղ վերջի վերջո չմոռանանք Ուկրաինայի օրինակը ունենք, էլի, թե ինչեր ասես չեն ասում Ուկրաինային, բայց մեծ տարբերությամբ, որ մենք Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր չունենք։ Այո, եւ Ռուսաստանն էլ չի կարող որևէ խնդիր ստեղծի Հայաստանի համար տնտեսականից բացի, քանզի փառք Աստծո մենք սահմանակից չենք այդ երկրի հետ։ Չմոռանանք էդ էլ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Free News-ի տաղավարում լուրերից դուրս հերթական քննարկումներ Երևան-Փարիզ ձևաչափով միջազգային ագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։